Ցրտաշունչ Պառնիում հարսի շորով ու քողով շոգեքարշ նստեց գեղեցկուհի Ժենիկը, եռեկող արյուններով մի տասնյակ փեսացուներին թողեց ցուրտ երկրում ու հասավ տաք ու արևոտ Սանահին կայարան, ավելի կոնկրետ տեղացիների ասած Լոպազաթաղ։ Հազար ու մի ուզողներից աղջկա սիրտն ընտրեց Սանահնեցի երկաթուղային Սերժիկին, չէ բախտ ուներ Ժենիկը, թե չէ անպետք ուզողները բան չէր մնացել հենց գյուղական պետքարանից իր փոխարեն մորը փախցնեն։ Շատ եմ ուզողում ունեցի, թիդիզից, վրդյան ասես, շատ ուզող եմ ունեցի, անտանելի ուզող եմ ունեցի, դաժե որ գնացել եմ սուքարան, սիպական տունն է եկին են, որ ինձ փախցնի են, ասել են սա չի, մեր հրևանն ասել է, էս սա չի, թարգը տվեք, հենց գիծեցել են, ես եմ ուզեցել են փախցնի են, շոշումը սպասելիս են էլ է, հենց գիտեցել են ես խոսք եմ տվի այդ տղին, որ կքակիս կտանեք, ես դուս կքամ, եկել են կալասել, ռադնեոտ քաշեք ես սիրան ուժ մոչիրն այսուր են տանեմ, մորս մար։ Եթե այնպես ստացվեր, որ իր փոխարեն մորը փախցնեին, խիստ հոր ձեռքից չէին պրծնի, հայրն արյուն կբանեցներ, բայց ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, հասցրել են ասել, որ պետքարանում ոչ թե հարսնացուն է, այլ հարսնացուի մայրը։ Նման արկածալի նշանադրությունից հետո նորահարց գեղեցկուհին ապշել է, երբ իմացել է, որ Լոպազաթաղ է հարզ եկել։ Սրա աղբերը լավ մաշինիստ է, Սերուժեր անում է, ենա թե լոպաս խոսեր, անում է տրին Լոպազաթաղ։ Սեկչավ, պսակը կլխից բերել է ստիվեպերի, հրսանիք է, պսակ սեկչավ։ Հարշի շոյերով ստիան իչեցրել են բետ այդ։ Հմի էդ նվագոնին, սաղ մերել են, մենակ միննամն եմ, մեր տեղն է։ Եկած չեկած կեսուրը Ժենիկին օր ու արև չտվեց, ընդեղից էլ դենը գնասում է տատը, երևի պառավի սիրտը չէր հանգստանում, որ հարսը ցուրտ ու հեռու մեծ Պառնիից լորի չտեսնված, չլսված բաժինք էր բերել, էլ լվացքի մեքենա, էլ կարի մեքենա, էլ բյուրեղապակյա սերվիս ու մի ձեռք էլ փուչ տեղաշոր։ Հերթական չարացած մի օր էլ, երբ Սերժիկը տանը չէր, կեսուր պառավը կարգադրեց վեժվուժ հավաքել ու իր աչքից չքվել դեպի իր ցուրտ երկիրը։ Ասա որ այն այլանդակ մարդիկ տուն կա, կասես կանտենան ստի չեկել։ Ես էլ հնենց ընտիր բաժինք եմ բերի, էլ գա հայլով գարդիրով, էլ լվասկի մեքենա, էլ կարի մեքենա, ամեն ինչ բերել եմ, լասա որ թույն այելի։ Որ չասավ, ես իմ մարդը գնացներ կվետի բաղջիտակին ունենք, ասել էր թե ուի կամոջանարի, պատվալըմ նապրի, պատվալն ազատա։ Ես կամոս եկավ սաղ, վեշը դուս տվուց, ես սրպիչի հետ, սաղ 12 բերել եմ, ես սիրվզներից հետ սաղ հանեց, բերուտտի, նստտի ապրեցինք, բայց մեզ տղես կորանամ ես, 6 ամսը կանա։ Այդե մորս անմիշնել էր կարե ոչքի միջանեմ։ Հետո էլ ամոթ էր, որ հարսը կեսուրին պատասխանի կամ էլ թե մի վիրավորանք էլ ինքը տա։ Այդպես բարուրը գրքին դուրս արավ պառավն ու ձեռքից խլեց անգամ նշանի մատնուկն, ասում է տատը։ Հրսանը քովը ոսկին տվեք, ասավ հանի, այդ ոսկին հանի տու, ուրիշից եմ վեկալ է, որ բերին եմ կումատա տրի, նշանի վաղտ է, թե քորս կնգալիշներ վեկալ է։ Էտա հանեցի, էտ էլ տվի, են էլ տվի, եկավ չիմի կամունասի սենց այդղա, ինչ անեմ ասիլ չտեի, մերեց եկավ, բայց տուն չեկավ, ատյանը ձեն տվուց գտիչ է, ես էտ ուս եկան երկև, ինչ ուզեր, են էլ տարավ։ Էտա տարավ, վեշը որ բերել ենք, ճիշտա հայլին կոտրիլ է, էտ տրիմոյ հայլին, Դերիցս վեր են գավու, ոնց որ հալալս է կես անես պրշուկ չելավ, ոնց որ սե պլաստինու քաշես ու հանես։ Ասեն հանիք, ես էլ մերխերներ, ես էլ ճարդեցինք,
Վերջը դարվեշը գրեցինք տիտուն, տիեղ, ամեն ինչը դրինք։ Հետո նոր շենքում նոր տուն ստացան ու 50 տարի ապրեցին երջանիկ ու խաղաղ։ Երկաթուղային Սերոժը, որ տանեցիները կամու էին ասում, աչքի լույսի պես պահեց Ժենիկին։ Ճիշտ է 50 տարվա մեջ ոչ տատյանունն է տվել, ոչ էլ միջան ասել, բայց երկաթուղայինների բրոնյայով ուր ասեց, որ չգնացին անփող անվճար։ Նաև ամբողջ սովետի սանատորիաները միասին ոտքի տակ տվեցին։ 50 տարի իրար հետ ապրել ենք։ Նա թողել չուր, ստյան ընդին ստեմ։ Էդ ինչ ապահեի։ 50 տարի ինչքան ինքը թոշակյա կնաց է, մենք ամեն տարի արդյակուրդը վերընկալցի ու կնաց է։ Վերընկալի ու կնաց է։ Էլ Լենինգրադ, էլ Մոսկվա, էլ Լերմոնտով, էլ Կիրովա, ուր ասես, մենակ Ամերիկա չենք, էլ Ռոստով, աման ասես սահման եկա, բան չկտա, այս սահման եկա Սոմալիոտ չնստեցի, որ եկանք Ռոստով, քորս հարսը Ռոստով, մեհերն մերը Ռոստով էին, որ եկանք տի Ռոստով, ասի լիլիտ ասավ ինչ ամորքուր, աղջ ասես սաղ նստեցինք եկանք, մեր Սոմալիոտ չնստեցինք, որ գնայինք, ասավ էսա, գնացինք, ենա Ռոստովից եկանք Սոմալիոտով Լեննական, Լեննականը չել եկել էին, թորեսով եկել էին, նստեցինք, բա շատ լավ ապահի պապայից։ Մենակ թե մեղքն ինչ թաքցնի Ժենիկը հազար օրհնանքները մի կողմ պապի հետ մի բարձի չի ծերացել, ամբողջը հաշված ընդամենը 3 անգամ։ Ես միս թորս ասմա թե տատ, ասմեմ ինչ Արման ջան, ասմա սաղ կյանքս լսել եմ, որ մի բարձի ծիրանակ, բայց ես մի անգամ տել չեմ դու բարձի կնիկ, որ կնեք, նատի որ ես երկու հոգով չեմ կարամ կնեմ, նասա վեկս կնակ մարեն կրավատին կնի, սաղ կշերը պարզաշկով, իմ հորանստաններ եմ ես մենակ կնի։ Բադրեն խանցի երբ ես ունեցել։ Աղջ սայամ ալլա կրեմ ես ըտի ես կույշտ եմ ասեի, թե կրսեմ ես կեզ տես իշկան եմ։ Ամոթխաջ Ժենիկը աչքաբացեց Մոսկվաների վագզալներում, որտեղ հազար ու մի ազգի մարդկանց մեջ գրկախառնված ու համբուրվող զույգերի հանդիպեց, կամ էլ որ Սոչիներում լողազգեստով կանանց։ Ատեն ամեն դեն քուչեքը մսաղ չիտար իրար պաչմեն։ Դե իմ մարդին սերոս չեինք ասում կամույր։ Ասել կամուլա դուսար ջուրը տեսին ինչա, ես միես թորից հետներս տարել էինք Արմանիս, առաջի թորս էր աղջկանս, 3 տարեկաներ հետներուս տարել էինք, ասավ, շատ բան գիտես էլ բան միանի, բա եսա հեզիրես էտ ինչա, արաս ես մանչում չեն, ես ժողորդ նստած, գնում ենք ալի իրար պաչում, բար վագզալը նստածլ էինք, դե հույրանոց մկնեինք, վագզալը հույրանոցինք, վեկալետի կնեինք, բա որ դի վագզալը մաղջին ինչ անեին, վայ ասած ջերտերը թաղեմ, ես ինչ են մակուտուսան գալու։ Ժենիկ տատը զուսպ ու ամոթխած էր, 30 տարի էլ ֆաբրիկայում զարդակարի մասնագետ, պատվով, հարգանքով աշխատել է, բայց Սերոժը, որ խանդոտ մարդ էր, մեկ-մեկ նեղանում խռովում էր, դե ինչպես չխանդեր, կինը գեղեցկուհի մատով ցույց տվովի կոլեկտիվի աչքի լույսը, 1000 ու մի պատվոգիր ու մեդալ ստացած, այդ թվում Լենինի շքանշան։ Շատ կանտես գործ դեղնել, բայց դիհավ չի, վստահելի անձեմ, էլ չեկավ։ Ետևիցդ գեր։ Դեր ավտոբուզի առաջ է, ավտոբուզով կնենք ֆաբրիկայից նիշնենք, մի սորոտի կայնենք, նյոր ուրիշը որնա, իրա հետի ծառայողը ինձ ընդյանալավեր ձույկալավ բերուց, պա, տունը կռիզ, ժիլդիկ, հետիքա նկարսել դելավ, էկա կռվեց, խռովեց, էթենց ամուսին եմ ունեցի, 50 տարի, նա ինձ վարդով չորասատ չկար, 50 տարի։ Պակասն էլ Ժենիկը չէր, ժամը ժամին Սերոժին ուտեցնում, ասածը ականջի ետև չէր գցում, ամեն ինչ նրա սրտով էր անում։ Ամեն ինչով հոգատար, տել եմ իմ ամուսիներին դյան, նա չի սիրի դրանը նստիլ է, խանդոտ այլի շատ, տել եմ դյան եկավ, ինքը շատ լավ ծառին բսրանող, կակալ քաղող, հանդուչոլը բերող,
ամեն ինչը։ Տինը ինդիանի չավ, նեստյանի որ ինքը չտենա ես վեկենի ու գնեի տուն, բայց ուրիշը թե չանի։ Տուն գնեինք, մտնեի տուն, մտներ բաղնիսը լվացվեր, դուս կերտեներ ճաշը լսրած, հատը տրած, պատրաստ, էնել ինչաց, որ հաննա գնացի ամեն ուր, ձուն հետը տրել եմ, կարակը հետը տրել եմ, խաշած միսը հետը տրել եմ, հացը տրել եմ։ Խաղաղուհաշտ կյանքը մեկ-մեկ նաև սև ու սպիտակ գծերով է անցել։ Նոր շենք, նոր տուն էին ստացել, երջանիկ ապրում էին, մեկ էլ գրություն ստացան, թե ձեզ տուն չէր հասնում, դուրս եկեք եւ ազատեք։ Թաղային լիազորը եկավ տարավ դատարանի դուռը, այնտեղ էլ Ժենիկ տատին օգնության հասավ համագյուղացի դատավորը։ Այդ դատավորը ղրկել էր, մոտոն ղրկել էր, դյան Ջուգոլյան Ռաֆիկ ասենք։ Եկավ ինձ Կալյասկին նստացրուց ու դորով, ոսովեց ինչ պորտ գնում ես։ Որ գնացինք դուրը բացանք դիհագել մեր բապտին նստած, բայադյան բապտին սետրակի։ Որոսով Ռաֆիկ, էսում ես բիրի։ Ասավ ճնանչեցիր, որոսով իմ չեռու աղջիկնա, էտում ես բիրիլ, աս ինձ տենամ։ Ասավ էտ խիչիկ էիր իմ գուշտը որ, ես կեզ քաղաքը մի 4 սենյականոս կվարտիր այ տվի, էտի չեր տվի, հետներ կարի, էտ Ռաֆիկը, հետներ դուսանին, էտ Ռաֆիկն եկավ, խելոքից նստացրուց, ետ պիրուստուն ասավն դուրը, թե պարտինալ է գորոզ նստեցիր մոտոն։ Այդ հետո աչքաբացեց ու լեզու առավ Ժենիկը, նորահար ժամանակ չխոսկան ու ամոթ խածեր։ 40 տարի, 50 տարի իրաքավորի հետ նղավելա։ Էլ իշկ լավ մի որ հերու բաղջին եմ գնեմ, էտ իմ քավորը նստած ապրանքը ռացացնմա, հետո չխոսկան եմ։ Ու կամոյին հաչ եմ տանում, ճաշը սարքել եմ տանում եմ։ Ես քինգը տված տեղից վեկացավ, Ժենիկ, ցավը տանեմ, իշկլի թե խնդրեց վիխի նման, արիմ կտոր հասկեր, ճաշը տարա առաջին միտրի ասիր եսիք, խոսում չեմ հետը, ասիր եսիք, դես տանում եմ հրիս, հացը սարկած տանում եմ կնամ կամույն կուշտը, թե ինքը թինգը տված, կովերը ռացացնմա, վեկալա հացը զեկալա ու գնաց, ինչ խոսամ, ասում ես չխոսկան այ, իմ քավորը ես խոսացել չեմ, դեն վաղտ ամոթ էր, շատ էր ամոթ, կեսարիս հետ գիդեր քանի տարի չխոսկան եմ էլի, համիկվանն են, սողտի են տալի կշում կնեմ, բարձել ենք դե, վայ թե այն վաղտ ավելի լավներ կաստե հեմի 1000 անգամ։ Սերոշ պապը թեև խմելու հետ թեթև սեր ուներ, բայց տատին նեղություն չէր տալիս, բաշխատող հանդուչոլի մարդ էր, պետքա ուտեր ու խմեր, ասում է տատը։ Կակալը ծախ էնդի, խմեու եկետ ասեր, հանդիշնել ես խմասկալի, ակուչեղը կտրի, ասեր, բա հանդը մը խմել չտի։ Բայց նրան ոչ մեկը տուն բերած չկա, ինք 80 մանից ստաներ, ես էլ 300-200 մանից ստանեի, նա ինձ կարար ասիր, էնել այդ 80 մանիցը պերոնը մը խմերու տուն գեր, չավը տանեմ, սուտը կարալ չեմ ասեմ։ Ժենիկ տատը երեխաներ ունի, թոռներ, ծոռներ, որոնք ապրում են իրենից հեռու, բայց ամեն տարի գալիս են, երկար ժամանակով մնում, տատին հրավիրում իրենց մոտ։ Բոլոր հարցներին սիրում է տատը, բայց առանձնահատուկ մեկին։ Տատ, անուշում փախցրել եմ, ասի դու ես արա, թե պասիլոք, ասի վեք ալպի մեր տուն է։ Բեյրատում, փախլավա մատանին, պադեզը տրել եմ մատը, պադեզը մը, արմանից կնի կճուճկան իչա, որ լիլի թեմ ասը մուշկս կնամա, լիլի ցավը տանեմ, ազգից միջին վեց հատ լիլի թունենք մենակ տրան եմ սիրում, ուշկս կնում ամի եվ տիկա ես չդիդեմ, շատ թե մեր տանը ապրելա ամուսնացած հենց տարին էին վեց ամիս իմ կշտին ստի մնացել են, ոնց ասեմ հնենց է կնալտ են, ասմա, ասմա, Ժենիկ, մի ես կարալ չում, ասի ես կարկադրեմ,
Օրինակնո երեքին տղեն ասում թե ման փող վերեմ, ասի ես քո փողի կայքը չեմ ասում, պետությունը ինձ դար փող է տալի, հլա խալքին էլ լավություն եմ անում, բա, չեմ ուզում ասի ցավդ տանեմ, աղջիմ տունը բրախում եմ կնում եմ Մոսկվա, ինչից համել գնացած է, ինչ, տանը տեսել է, հարսը, չնայած ես ընդի եմ էլի, որ հարսս եկել է, 8 ամիս էլ հետ ապրել եմ, բայց ինչ, գնացած է ինչ, իմ մեջ ուտում եմ գրաղման գալի, 46 մայ թուշակ եմ ստանում, Երեխեքս ընդար խնդրում են, որ կոպեկ խրգեմ, չեմ ուզում, լատերուրիշի էլ տալիս եմ, տունս լիք, հենց եկեք կնանք տուն էլի տոլմեն էպած վետրացա։ Ոչ մի բանի պակաս չունի տատը միայն, թե ոչ բոլոր թորներին է հասցրել ամուսնացնել, իր դառն ու ցավը քիչ էր հիմա էլ հարևանի տղաներն ամուսնանալ չեն շտապում, էստեղ ենտեղ աղջիկ է հավանում տատը տղաթորներին ցույց տալիս, նրանք էլ առայժմ չեմուչում են անում։ Ասավ չեմ ուզում, վաղտը չուտեր տատի, արասի, մի լավ աղջիկ կարստիգի կամպուտրանոթմներ, ասե Անդրանիկ ջան, ինչ կլի սերին էին զերի ցավդ տանեմ, լավնա, լավ աղջիկա, իմ ուզածին ուզում չեն, ասում են մթամերս կարում ենք պհենք, կալտես ուզի, կալտեն ուզի, աղջիլը միք աղջիկին անց հետո ակարում խոսա, ես չեմ ուզում են, Բայց տատը չի հանձնվում, շարունակում է բարետես աղջիկներ փնտրել ամենուր իր թորանն ու լոպազաթաղի տղաներին երջանկացնելու հույսով, իսկ ընդհանրապես Ժենիկ տատիորն անցնում է կամ շենքի բակի տաղավարում, կամ էլ կառամատույցին նայող իր պատշգամբում, կառամատույց, որտեղ օրվա ժամերին ճեմում էին մարդատար գնացքների ուղևորները գնացքի կարճատև կայանի ժամանակ։ Ինչ կա, բայց չեք տղին էլ բերի։ Պանիս, Սերգոյս։ Գնաց Սերգոյ։ Ու ես շրային տենետենը մեզ ուտրան։ Սենսաղից հարցի փորձ ես անում դա։ Էդ թե ուշ կզորիչ չեշ, միջով բարև չտանան չեն կինան։ Ես ծորս միորս ստինը ստացենք, ասկեն ուղո բարևատալի, կանչես տուն տատ լարի, արաս ինչա։ Այս սաղ չեշտունաչում են տատ, ասի հացավդ տանեմ, լրվին ջանու խուրման եմ անապանին, վիրավորում չեմ բայշտեն անի։ Ու այսպես անցնում է Ժենիկ տատի կյանքը սիրով ու ջերմությամբ շրջապատված հոգատար մարդկանցով, որոնց երջանկացնելու համար տատը շարունակելու է հարսնացուներ փնտրել։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Սանահին կայարանից, անկյուն գումարեց 3 հեռուստաընկերության համար։